Մարդը հաճ չունի։ Սոված է, մենք բայց կարեկից ենք չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետք է մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ Չորրորդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, ինչ, հետո ինչ եղավ։ Չորրորդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն է նա, որ պետք է մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրանք գիտելիքահենք, մարդը ինքը իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև, չի լինում ուրիշ կերպ, չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Եվ սա է պրոբլեմա, եւ այս պրոբլեմը, եւ այս որ մենք բան ենք անում, սկսում ենք, ասում ենք 3000 մետրից սկսում ենք, հետո 3000 մետրը դասում ենք 6000, որովհետեւ 3000 մետրի դեպքում ծրագիրը 0 է, ոչ մեկ հետաքրքրված չի։ 6000-ը 12000, 12-ը 24000, 24-ը 48, 48-ը 96, ու ստացվում է, որ մենք խոշորի պաշտպանն ենք, բայց իրականում մենք աշխատողի պաշտպանն ենք, որովհետև հակառակ դեպքում էդ էլ կա, լավ մի օր տվինք, հաց 2 օր տվինք, հաց 3 օր տվինք, հաց 4 օր, 5-րդ, 10-րդ, այդ ում փողով ենք այդ հացը տալիս, ում։ Այդ գումարը, որը պետական բյուջեն կամ թեկուզ պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պետք է հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց ենք եւ ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք ինչ կրթության միջոցով պետք է լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա, ես այդ հարցին անդրադառնում եմ իմ բանախոսությունների ժամանակ